Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, եւ բոլոր նրանց, ովքեր երբեմն կանգնում են հայլու առաջ եւ մտածում. Այս ես եմ, թե մի քիչ ավելի լավ տարբերակ։ Դուք կրկին ծուր հայլիների աշխարհում եք, որտեղ ամեն ինչ մի քիչ հեքիաթային է։ Ես ձեր միշտ ուղիղ, բայց երբեմն էլ շատ ծուր տրամադրությամբ Սուրեն Գաբրիելն եմ։ Այսօր ծուր թատրոնը անդրադարձել է Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթին։ Սա սովորական ներկայացում չէ։ Այս անգամ ամեն ինչ տեղի է ունենում մալյանական կախարդական կարպետի շուրջ։ Այո, հենց այնպիսի կարպետ, որ եթե նստես կամ կթրջես, կամ էլ Կիկոսի նման մի պատմության մեջ կընկնես։ Պատրաստ եք մի փոքր ծիծաղելու ու մի քիչ էլ խորելու։ Ուրեմն սկսում ենք Կիկոսի մահը ծուր թատրոնի ներկայացմամբ։ Հովհաննես Թումանյան Կիկոսի մահը Լինում է չի լինում մի աղքատ մարդ ու կնիկ են լինում Սրանք 3 աղջիկ են ունենում Ես, մեկ է ես Մի օր հերը աշխատելուց է լինում, ծարավում է Փոքր աղջկան ջուրն է ղրկում Աղջիկ ջան Հա, հեր ջան Գնա աղբյուրը ջուր բեր, ծարավ ներա Աչքիս վրա, հեր ջան Աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը Լա 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 Աղբրի գլխին մի բարձր ծառ է լնում Իսկ ծառը որ տեսնում է, իրեն միտք է անում Հիմի որ ես մարդի գնամ ու որդի ունենամ Անունը դնեմ Կիկոս Կիկոսը գա, էս ծառը բարձրանա ու վեր ընկանի, մեռնի, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան Տեղն ու տեղը ծառի տակին նստում է Սկսում սուք անել Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան Էս մարդ ու կնիկ սպասում են Տեսնում են փոքր աղջիկը չի գալիս Միջնեք աղջկան են ուղարկում սրա հետևից Աղջի, մի գնատես քորը տնչի ուշացավ Ծարավ ներանք տո Միջնեք աղջիկը գնում է դեպի գյուղի աղբյուրը Փոքր քույրը սրան որ հերվից տեսնում է ձենն ավելի է բարձրացնում Արի, անվախտ մորքուր, արի տեսքում Կիկոսին ինչ ա եղել, վայ Ինչ Կիկոս, բայց ես ասին գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս Վեր ելավ ծառի, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան Վայ, խորանար քո մոքիրի աչքերը, Կիկոս ջան Գոռում է միջնեք քուրը, նստում փոքր քրոջ կողքին ու միասին սուք են անում Սրանց մերը սպասում է, տեսնում է չկան, մեծ աղջկան է ձեն տալիս Աղջի, մի գնատես քրայդ ինչ ան, գնացին հետ չեկան Էս մեծ աղջիկը գնում է Տեսնում երկու քուրն էլ աղբերի գլխին նստած լաց են լում Քա ընչեք լաց են լում աղջի Բայց ես ասի, մեր ես պուճուր քուրը գնաց մարդի Ունեցավ որդի Գդակը պոպոզ անունը Կիկոս Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին Վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան Վայ, քո մոքիրին Կիկոս ջան Սա էլ գլխին տալիս սրանց հետ սուք է անում Սրանց հոր պրոշը արդեն ծարավից ճաքում է Հա էլի Այ կնիկ ծարավ ներանք Էս մեր աղջիկները ինչ եղան Հեսա Գնան դրանց հետևից Հերվից իրենց մորը հենց տեսնում են թե չէ ձեն են տալիս Արի, ամբաղ տատի Արի տես քո թորան գլուխն ինչ է եկել, վայ Ինչ թորայ աղջի, գզվար Բայց չես ասի, այ մեր Գնացի մարդ Աղջի, էդ էր պասին, համպերի մեջ են Գնացի մարդի, ունեցա որդի
Գդակը բոբոս, անունը Կիկոս։ Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ քարանար քուտատի ակաջները, սենց բան չլսեի Կիկոս ջան։ Տիկին, ուշքի եկեք, տիկին։ Լավ եմ, արդեն լավ եմ։ Դու քու կարպետը բռնի։ Մերն էլ ծնկների խփում է։ Օ, ես Հա, չոքում սրանց կողքին ու միասին սուք են անում։ սրանց հերը սպասում է, տեսնում է կնիկն էլ գնաց չեկավ, ասում է Գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար հետևից գնացին, մնացին աղբերումը։ հա գնա։ Կնիկն ու աղջիկները հենց սրա գլուխը հերվից տեսնում են, ձեն են տալիս։ Արի, ամբաղտ պապի։ Հա? Պապի։ Արի տես կոթորանը ինչ է եղել, վայ։ Ինչ թոր, ինչ եք ասում։ Բա չես ասի, մեր ես պուջուր աղջիկը, գնաց մարդի։ Հետ երբ հասցրեց։ Հա հերջան, գնաց մարդի, ունեցավ որդի։ Գդակը բոբոս, անունը Կիկոս։ Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Սրանց միջի մի քիչ խելոքը հերն է լինում։ Ճիշտ ասում։ Ասում է, Այ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուք եք անում։ Ինչքան էլ սուք անեք, ինչքան էլ լացել եք, Կիկոսն էլ կենթանանալու չի։ Եկեք գնանք մեր տունը։ Հա։ Մարդ կանչենք, ժամ ու պատարակ անենք, Կիկոսի քելը խտանք բարձնենք։ Վեկացեք։ Գնացինք մարդի, ունեցանք որդի, գդակը բոբոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ դու մի ասիլ, սրանց ունեցած չունեցածը մի եզն է լինում։ Էս եզը մորթում են, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարակ անում։ Թող Աստված օղորմի մեր Կիկոսին։ Աշխարհքի կարգն է այդպես։ Մարդ ոնց եկել է, այդպես էլ պիտի գնա այս աշխարհքից։ Բարով գնաս Կիկոս ջան։ Ունեցած, չունեցածներն էլ գյուղի ժողովրդին կերցրին, խմցրին, Կիկոսի քելեխը տվին, նոր հանգստացան։ այստեղ են ասել, խելքի պակասը աղքատության պատճառն է։ Վերջ։ Հովանես Թումանյանը այս հեքիաթով շատ պարզ, բայց խորը բան է ասում։ Մի մտածիր այնպիսի խնդիրների մասին, որոնք դեռ գոյություն չունեն, բայց հիմա ժամանակն է տեղափոխվել մեկ այլ ընտանիք, որտեղ երևակայությունը սահմաններ չունի։ Ձեզ եմ ներկայացնում Մելոգրանո ընտանիք մինի մուլտսիտկոմի վերջին 10-րդ սերիան։ Այս անգամ Խինկալ պապը որոշել է մեծ խնջույք կազմակերպել իր տղայի ծննդյան առթիվ եւ հրավիրել է մեր բոլոր հերոսներին։ Եվ ինչպես միշտ ամեն ինչ չի անցնում սովորական ձևով, հատկապես երբ գալիս է խորովածի պահը, որը մի քիչ մեզ հիշեցնում է, երբ գալիս է սեպտեմբերը ֆիլմի անմոռանալի տեսարանները։ Պատրաստվեք ուրախ տրամադրության։ Բարի դիտում։ Մելոգրանո ընտանիք Խաղաղ եւ երջանիկ Եթե մի օտար աշխարհում ուզում ես կրակի մոտ հասկանաս ով է հայ, իմացիր որ կրակի հետ խաղացողը հայ է։ Այ տղա, հերիք հայ էլի, այդ կրակը հանգիստ թող։ Խինկալ պապ, ախր շատ եմ ուզում որ Մելոյի ծննդյան խորովածը ես անեմ։ Յա, բերանդ խերոբաց, տղայիս ծնունդը ուզում ես հարամանես։ Ես խորովածի մեծ վարպետ եմ։ Ջան, տույ։ Մեղ, տղաս, գնա մի երկու շամփուր էլ բեր, պոմիդորներին կարող է քչություն անի։ Պապ, երկու հատ շամփուր գտա։ Ապրես տղաս, արի,
Արի քեզ սովորեցնեմ, թե ինչպես կարելի է պոմիդորները շամփրել շշին։ Վերջ։ Վերջ։ Ես գնում եմ։ Ես չեմ կարող դաշան տեսարաններին ներկա գտնվել։ Դահիճներ։ Իա, սրան ինչ պատահեց։ Քիչ առաջ լավ էր։ Ավակ բարեք Զեյթունցյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պապի ջան, դուք գիտեք, որ հրդեհային անվտանգության կանոնները խախտում եք։ Բա որ հանկարծ այս լուսկու հատիկի չափով մի կրակ դարձավ մի մեծ անտարային հրդեհ։ Ինչ ենք անելու։ Այսպես կրակմարիչով հանգցնելու ենք։ Կրակմարիչ ունեք։ Լավ է, ված չէ։ Փաստորեն, հա։ Բայց դա կապ չունի, պարոն բարեք։ Մեկ ժամից տղայիս 30-ամյակն ենք նշելու։ Քեզ էլ ենք հրավիրում։ Կգաս ու խորոված անուշ կանես։ Շնորհակալ եմ։ Ծառայության ժամանակ չենք խմում։ Կուտեք։ Ես գնացի։ Գնամ տեսնեմ սինյոր Լոլը ինչու այդպես ուզված հեռացավ։ Լրիվ շահր է։ Հա, իսկ ամուսնուդ համար ինչ նվեր ես գնել։ Վերջի վերջո 30-ամյակն է։ Ոսկյամատանի վրան փորագրած իդեալական տղամարդ։ Կրեատիվ է, չէ՞ մտածված։ Իհարկե, քո Մելոն իսկապես իդեալական տղամարդ է։ Իսկ իմ Միշելը իդեալական դարդ է։ Ինչպես ասում են, մարդ կա զարդ է, մարդ էլ կա դարդ։ Հա։ Թորնիկս, ուշադիր նայի։ Տեսար, սկզբից թեժ կրակի վրա բադրջանները խորովեցինք։ Իսկ հիմա ածուխի վրա պոմիդորները։ Իսկ միսը պոմիդորներից հետո Հա բալաջան, սկզբից պոմիդորները շարում ենք այնպես, որ պոչի մասը խորովենք, նա շամփուրները կպտտենք։ Մեկը չաս ինչ տարբերություն, որ կողմը առաջինը։ Հա, այ տղա, պոչի կողմը ուշ է խորովում, էշնինչ գիդին ուշնինչ է, Բաղդադի քիշմիշն ինչ է։ Հայրիկ, իսկ եթե այսօր քո ծննդյան օրն է, ինչու ես ինձ համար այդքան նվեր առել։ Քեզ համար պետք է գնեինք։ Աղջիկս սիրելիս, ինձ համար ամենամեծ նվերը քո շփիտն է, երբ տեսնում եմ քո ուրախությունը նվեր ստանալուց։ Իսկ տորթի մոմերը փչելուց ինչ երազանք ես պահելու։ Ասում են դա մտքի մեջ պետք է պահել, որ կատարվի։ Ես ոչ մեկին չեմ ասի։ Ինձ ասա, խնդրում եմ։ Կասեմ անպայման, չէ որ այդ երազանքը մելոգրանոների ընտանիքին է վերաբերում։ Իսկապես։ Մսի մարինադը պետք է լավ անես, պապի ջան։ Աղը պետք է լինի չափավոր, պղպեղը կծու, սոխը պարակ, կրակը մարմանդ։ Չավ թարշանը հաչել է սովորեցնում։ Ես ուրեմն խորոված անել չգիտեմ։ Ալամեզոն Միշել ինձ պետք է սովորեցնի։ Այ պապի ջան, երրորդ շամփուրը շուտ ուր վառվեց։ Այս կողմն էլ մի քիչ քամի արա, ում է մնացել։ Այ տղա, կյանքս կերար այ տղա, կլինի դու գաս իմ տեղը խորոված անես, ես քո տեղը ռադելնեմ գնամ տուն։ Հասկացա, մի բարկանա պապի ջան։ Ես գնամ պատրաստվեմ, որ մադամ Շելի հետ գամ ձեր տուն։ Գժի համար ամեն օրն էլ հարսանիք է։ Բալես, մի բաժակ գինի լցրու։ լցնեմ պապի ջան։ Հորը ծնունդին գիտես ինչ կենաց եմ խմելու։ Ասելու եմ, Մելո ջան, դու արժանի զավակ ես, կրթված, բարի ու մարդկությանը պիտանի մարդ։ Թող Աստված քեզ եւս 130 անհոգ տարիներ պարգևի, որպեսզի Մելոգրանոների տոհմի անունը բարձր պահես։
Շնորհակալ եմ հայրիկ ջան։ Դա քո եւ մայրիկի շնորհքն է, անուշ լինի։ Այ կնիկ դեմի բան խոսա։ Մերս ասում էր, երբ մի խելացի խոսում է, մյուս խելացին պետք է լսի։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր։ Մեր հայրիկի տարեդարձն է այսօր։ Շնորհավոր։ Շնորհավոր հայրիկ։ Հայրիկ, երազանք պահիր։ Տեր Աստված, միակ իմ երազանքը մեր երկիրն ու մելոգրանոների ընտանիքը տեսնել խաղաղ եւ երջանիկ։ Լույսը անջատեք։ Դե փչիր։ Շնորհավոր։ 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 Մելոգրանո ընտանիք Ահա եւ վերադարձանք մեր ծուր, բայց սիրելի աշխարհ։ Այսօր մենք տեսանք երկու պատմություն, որոնք առաջին հայացքից տարբեր էին, բայց իրականում շատ նման։ Միտեղ մարդիկ տխրում են մի բանի համար, որը դեռ չէր էլ եղել։ Մյուս տեղում մարդիկ ուրախանում են մի բանի համար, որը դեռ նոր է լինելու։ Կարևորը խորովածը շատ չէր վառվել։ Ես էլ գնամ միանամ այս խնջույքին։ Հրաժեշտ տալով ձեզ։ Մնացեք բարիավ եւ հիշեք, եթե ինչ-որ բան դեռ չի եղել, չարժե տխրել։ Ժպտացեք։ Ձեզ հետ ինչպես միշտ Սուրենն էր Գաբրիել։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։